Կարինեից հանդեց ու դեռ Երևանում էի, նոր միայն հայտնի էր դարձել, որ մրցանակակիր ես դարձել, ուզեց կիսվի իր ուրախությամբ մեզ հետ, ես անչափ ուրախ մի երջանիկ եմ, որ ինքը գտավ մեզ այն մարդկանցից մեկը, ում հետ որ կարելի էր այդ առաջին պահի ուրախությունը կիսել, եւ մեծ դա փոխանցվեց մեզ ընկեր Կարինե, իմացեք, որ մենք եւս դրանով ապրեցինք ու հպարտացանք, հպարտ ենք, շնորհավորում ենք եւս մեկ անգամ, ապրեցիր այսօր եւս քո արվեստով մեզ եւ մենք հաճախակի սպասում ենք այսպիսի հանդիպումների, սիրով փոքրիկ նվերը մշակույթի տանը թող լինի, Տիկին Կարինե ձեր եւ երեխաների ձեռքի աշխատանքն են փոքր, բայց շատ մեծ սրտով ձեր։ Քանի որ այս բանին պրտեցրի ձեզ, թույլ տվեք իմ վերջի բանաստեղծությունը ավելի որից հետո ավելի կպրտեք։ Չէ, ժամանակն է կարծես։ Ինձ բաց թողեք, ես գնամ։ Թող ամեն ինչ մնա ձեզ։ Ինձ բաց թողեք, ես գնամ։ Դեռ մոծիցը բերանում իմաստուն է երեխան։ Էլով կա, որ խրատես ինձ բաց թողեք, ես գնամ։ Թմրել եմ սիրք գլուխ, ոչ ծիծաղն եմ ծիծաղ, ոչ օծանն է ծաղիպես, ինձ բաց թողեք, ես գնամ։ Գայմ ու կողերը ջանթված, անարագաստ ու անվեք, և անդրոշ նավի նման, ինձ բաց թողեք, ես գնամ։ Ես իմ հարնելիքն առա, և իմ դավիքը տվի, և բախտից գոհ եմ այնպես, ինձ բաց թողեք, ես գնամ։ Այս միջոցառումը յուրատեսակ նվեր է նաև մշակույթի բոլոր այն ծառաներին, ովքեր երկար տարիներ ստեղծագործեցին այս բեմում, այս օջախում ու գնացին իրենց հետ տանելու միայն ու միայն ձեր ջերմ ծափերը։ Այս պահին էլ բուրն ծափարենք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն մեկ ընդհանուր անուն, բեմի անխոնջ մշակներ։ Ասելու այս բեմի հարազատ զավակ Մեսիդա Բերանյանը։ Արվեստի բնագավառի աշխատողներ, իմ մանկության, հիշողության անձնավորություններ, այդ թվում Նաիրա Աբրահամյանն է, սարերից սկսած, յայլաներից սկսած մեր երգն ուրիշ է, մեր ասմունքն ուրիշ է, և իզուր չէ, որ այսօր մենք այդպես էլ պետք է լիներ ոսկեծային մրցանակը։ Ես նույնպես շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերուհու, անզուգական մարդու, հոգով հարուստ անձնավորության, աշխարհի ամենասիրուն բաները կարող եմ Նաիրայի հանդեպ ասել։ Որպես աշխատանքային ընկերուհի այդպիսի դեպք չի եղել, որ մեր տեղը մի քիչ նեղ է եղել, ուզեցել ենք, որ մեր միջոցառումը շատ գեղեցիկ լինի, սակայն չի եղել այնպիսի դեպք, իրեն առաջարկենք ու մերժում ստանանք։ Ապրես, որ դու կաս, կեցես, քեզ ուժ, կորով, ավելի առողջություն, ավելի մեծ մրցանակներ եւ շնորհավորում եմ մշակույթի տանը այս գեղեցիկ մրցանակը ընկեր Կարինե։ Միշտ այս բեմերից հնչել այսպիսի ասմունքներ եւ մեր բոլորիս համար պարտադիր չի մրցանակ լինի, որ մենք միշտ ունենանք այսպիսի հոգե հարազատ միջոցառում։ Շնորհակալություն բոլորին։ Հանդիսատես, ավարտելով այս գեղեցիկ միջոցառումը, բոլորից ցանկանում եմ ամենայն բարի։
թող բոլորիդ կյանքը նմանվի գեղեցիկ պոեզիայի, ապրեցեք ուրախ և երջանիկ, թող միշտ ամուր մնա դերասան հանդիսատես դահլիճ և բեմ կապը, բային ձեզ, շնորհակալություն ձեր ներկայության համար։ Այսօր քեզ մեծարեցին, ինչպիսին է տրամադրությունը, այս մեծարանքի, բարեմաղթանքի, շնորհավորանքի այս խոսքերից հետո ինչպիսին է տրամադրությունը։ Բնականաբար շատ հուզված եմ, նաև շատ ուրախ եմ, որովհետև իմ հանդիսատեսը միշտ գնահատել է ինձ, բայց այսօրվա պահը մի քիչ ավելի հուզիչ ու ավելի նաև պարտավորեցնող էր, կարող եմ ասել, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացա այսպիսի մեծ մրցանակ բերել մեր նոյեմբերյանի, մեր բեմի համար, այսպես ասած, ուրախ եմ։ Հիմա պատրաստվում է ներկայացում Չեխովի առաջարկությունը, այո, պիեսի բեմադրությունը, ինչ դեր ես դու այնտեղ խաղում եւ արդյոք հոգեհարազատ է այդ դերը քեզ։ Կարող եմ ասել, որ ինձ համար բոլոր դերերն էլ հոգեհարազատ են դառնում միայն երբ կարողանում եմ փորձերի ընթացքում բեմ բարձրանալ, այսինքն երբ միզանսցեն է դրվում, այսինքն կարդալու ընթացքում դեռ չեմ հասկանում կոնկրետ ինչ եմ ուզում, իսկ փորձերի ընթացքում եւ արդեն իսկ պրեմիերայի ժամանակ ու մնացած ներկայացումների ժամանակ անկախ ինձնից ես խաղում եմ ինձ, բոլոր դերերը։ Կա դեր, որ դու միշտ երազել ես խաղալ ու դեռ չի ստացվել, որ ուզում ես անպայման այդ դերում։ Դե մեր նոյեմբերյան այնքան փոքրիկ է, այնքան խղճուկ են մեր մշակութային հնարավորությունները, որ դեռ մենք չենք կարողանում ամենալավ պիեսները ընտրել, բերել, այսինքն ոչ թե ընտրել, կարողանում ենք, ուղղակի դերասանական կազմը շատ քիչ է, եւ այդպիսի հնարավորություն չկա, որ մենք կարողանանք մեր ուզած դերը, մեր ուզած պիեսը խաղալ, հույս ունենամ, որ ժամանակի ընթացքում այդպիսի հնարավորություն նաեւ կլինի։ Մաղթում ենք քեզ նոր հաջողություններ, որպեսզի նոր փառատոների մասնակցես ու նոր մրցանակներով վերադառնաս նոյեմբերը։ Շատ շնորհակալություն։ Ձեզնից նույնպես շնորհակալ եմ, միշտ կանգնած եք մեր կողքին։ Եվ ինչ, մյուսներին էլ հաղթանակ, սա թող ինձ համար առաջինը լինի, մյուսների համար ճանապարհ բացվի, ինձնից հետո էլի շատ տաղանդավոր երեխաներ ու աշխատողներ ունենք, որոնք նույնպես կարող են գնահատվել այս բեմից, ինձ թվում է այս ամենը շարունակական կլինի, շնորհակալություն։ Նաիրա Աբրահամյանը Երևան տեղափոխվելով կարող էր մեծ հաջողությունների հասնել մայրաքաղաքի բարձր բեմերում, սակայն նա մնաց հայրենի եզերքում հարստացնելով նոյեմբերյանի տարածաշրջանի մշակութային կյանքը, անկեղծ եւ ազնիվ մարդուն, արվեստի նվիրյալին, բեմի վարպետին Նաիրա Աբրահամյանին ցանկանանք ստեղծագործական նոր նվաճումներ, նոր մրցույթներ եւ նոր հաղթանակներ։